Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Կիրակնորյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Անցած շաբաթվա ընթացքում բազմաթիվ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք ուղղակիորեն անդրադառնում են կամ կարող են անդրադառնալ մեր անվտանգության միջավայրի, ինչպես նաեւ մեր շուրջ կամ մեր ներսում իրադարձությունների հետագա ընթացքի եւ դրա այդ ընթացքի տրամաբանության վրա։ Դրանցից մեկն էր ԵԱՀԿ շրջանակներում մի համաժողով, որին մասնակցություն ունեցան նաեւ Հայաստանից ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության, դրա հետ կապված մասնակիցները կիսվում էին սոցիալական ցանցերով այդ իրադարձություններին եւ մի բան տեղի ունեցավ այնտեղ, այսպես միջադեպ կարելի է ասել, երբ ուղղակի սկսեցին զուգահեռվել Պուտինի եւ Ալիևի նարատիվները իրենց հրապարակային ելույթներում, իրենց ընդհանրապես պահվածքը պատերազմի եւ խաղաղության հարցում, նաեւ զուգահեռվեցին, թե ինչպես է Ռուսաստանը դիրքավորված Ուկրաինայի դեմ տարվող իր պատերազմում եւ Ադրբեջանի պահվածքը Հայաստանի հետ իր հարաբերություններում ոչ վաղ անցյալում պատերազմից անցում, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակի եւ ընդհանրապես ինչ են նրանք խոսում։ Ռուսաստանն իր ռուսկի միրով խոսելով Ուկրաինայի մասին դե որպես Ռուսաստանի ինչ-որ մի մաս, դե Ադրբեջանն էլ հետ չի մնում, մեր երկիրը անվանելով այսպես կոչված արևմտյան Ադրբեջան, այդ ամենը ներկայացվելուց հետո Ադրբեջանի ներկայացուցիչը կորցրեց իր հոգեկան հավասարակշռությունը եւ սկսեց ուղղակի սպառնալ ԵԱՀԿ այդ միջոցառման ժամանակ։ Սպառնալիքն էլ այն էր, որ հաջորդ պատերազմում մենք արդեն թուրքական թեյ ենք խմելու Երևանում։ Իհարկե, սա կարելի էր, ասենք, այս միջադեպին նայել որպես մի ինչ-որ զառանցանք, մի ինչ-որ կլինիկական ապուշի կողմից, բայց մյուս կողմից էլ այս կոնտինգենտը առանց Ալիևի եւ իր վարչակազմի գործուղման չէր հայտնվի այնտեղ եւ ընդհանրապես այդպես ամբռնազբոս իրեն չէր զգա եւ այդպես մոլեռանդորեն չէր պաշտպանի իր բռնապետին, մի բան էլ սպառնալով, մի բան էլ խայտառակվելով այնտեղ եւ դրանից բացարձակապես չկարմրելով։ Մինչդեռ մեր ներկայացուցիչները իրերը կոչեցին իրենց անուններով։ Մենք այդ իրադարձությունների մասին իհարկե իրենց գրառումներից տեղեկացանք, բայց մի հարց է բավականին կարևոր, թե ինչ չոր մնացորդ մնաց այս ամեն ինչից, մանավանդ մենք տեսնում ենք, որ պաշտոնական մակարդակում այսպես ասենք դեպքերը քիչ այլ տրամաբանությամբ են զարգանում, ասենք այն անչափահաս երեխաների հետ կապված այդ որ մոլորվել էին Ադրբեջանի տարածքում, մենք տեսանք, որ միջպետական կոնտակտներ են եղել եւ հաշված ժամերի ընթացքում այդ անչափահասները վերադարձել են տուն, բացի դրանից էլ Փաշինյանն էր հարևաններին շնորհավորում Գուրբան Բայրամ այդ մուսուլմանական տոնի հետ կապված կամ արաբերեն ասած Eid al-Adha եւ այստեղ դեպքերը
այսպես ասենք, քիչ այլ տրամաբանությամբ են զարգանում եւ փորձենք հասկանալ, ի վերջո մենք մեր հաշվարկները նաեւ ըստ այդմ ինչի վրա կառուցենք, ինչին պատրաստ լինենք։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար մասնակիցներից մեկին, այդ միջոցառմանում սիրով ուզում եմ ներկայացնել մեր հյուրն է Գայանե Աբրահամյանը, Ազգային ժողովի վերջին գումարման падգամավոր, հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպության ղեկավար, բարով եք եկել Տիկին Աբրահամյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Դուք մեզ այսպես on-line ռեժիմով տեղեկացնում եք, թե ինչ է տեղի ունենում այդ միջոցառմանը, որին դուք մասնակցում եք։ Խոսենք ավելի լայն, ինչ արդյունք կարելի է արձանագրել, հանեցեք։ Շնորհակալություն իրականում այս թեմային անդրադառնալու համար, որովհետև մենք պետք է որոշակի նաև ինքներս ռեֆլեքսիա անենք, հասկանալու ԵԱՀԿ-ում հիմնական այն նարատիվները, որ իսկապես իրենց հունից հանում էին, որովհետև այն, ինչ դուք մեջ բերեցիք, այն այսպես կոչված հասարակական կազմակերպության ներկայացուցիչի, որովհետև այնտեղ եւ ներկային պետական կառույցներից ներկայացուցիչներ, իրենց նաև ՄԻՊ-ից ներկայացուցիչ, փոխտեսպան եւ այլն, բայց նաև բնականաբար նաև ներկային հասարակական կազմակերպություններ, բայց որոնց տարբերությունը մեծ հաշվով չէինք էլ տեսնում, որովհետև ուղղակի այդպես եւ մեկ կողմից ֆինանսավորվում են եւ հրահանգավորվում էին մեկ կողմից եւ այլ, այսինքն իշխանության կողմից ուղղակի։ Եվ այն հայտարարությունը, որ ուղղակի սպառնալիք էր Հայաստանի տարածքային ամբողջականությանը, Հայաստանի սուվերենությանը, որովհետև ուղղակիորեն ասած հաջորդ պատերազմ, եթե դուք պատերազմ եք ուզում, հաջորդ պատերազմը կլինի արդեն Հայաստանի սուվերեն պետության կորստով։ Եվ դա տեղի ունեցավ երկօրյա համաժողովի, ԵԱՀԿ-ի համաժողովի ամենավերջին սեսիայում, այսինքն այդպես համբերեցին, կառավարեցին իրենց էմոցիաները, որովհետև նույն, այսպես ասած, հասարակական կառույցի ներկայացուցիչը առաջին սեսիային դրան նախորդ օրը հնարավոր բոլոր իր ելույթներում կոչ էր անում խաղաղության գնալ։ Ու երբ որ ես եւ մեր գործընկերները մեր ելույթներում ասում էինք, որ մենք խաղաղության պայմանագրի ամբողջ տեքստը համաձայնել ենք, ընդ որում ես նաեւ իմ ելույթում ասացի, համաձայնել ենք անգամ դրույթների եւ ձեր պարտադրանքների, որոնք դեմ են շատ առումներով մեր պետական շահերին եւ այլն, բայց հանուն խաղաղության համաձայնել ենք, ինչու՞ չեք ստորագրում, եթե դուք իսկապես ազնիվ ուզում եք խաղաղություն, համոզեք ձեր կամ գնացեք ընդհանրապես խոսեք ձեր դիկտատորի հետ։ Այստեղ իսկապես հունից դուրս եկավ։ Սա մի իրականում նաև հասկացանք, որ հունից դուրս եկան դիկտատոր Ալիև բնորոշումներից, հունից դուրս եկան, ինչպես դուք ասացիք, Պուտին, Ալիև այդ խոսույթների ուղղակի մեջբերումները, որովհետև մենք միայն այդպես հայտարարություններով չէինք դրանք ներկայացնում, այլ նաև ներկայացրել էինք բավական լուրջ տպագրական նյութերով, բազմաթիվ հստակ, այսինքն երբ տպագրական նյութի մեջ ուղղակիորեն դրված էին Պուտինի ուղիղ բառերը, խոսքերը ամսաթվերով եւ Ալիևի խոսքերը ամսաթվերով եւ ուղղակի բոլորովին անգամ կոնտեքստից դուրս մարդը, իսկ այնտեղ ԵԱՀԿ 57 անդամ երկրներից ներկայացուցիչներ էին, ռուսները առաջին իսկ նիստին ուղղակի արդեն քանի տարի է իրենք ասում են, որ ներառված չեն եւ սա ներառական համաժողով չի եւ իրենք սովորաբար լքում են դահլիճը։ Դեմարշ են անում եւ բռնում են, չնայած այս անգամ եւս այդպես եղավ։ Այսինքն երբ հստակ ներկայացնում ես եւ մարդիկ տեսնում են, որ իսկապես այստեղ փաստացի երկու դիկտատորները տարածաշրջանում շատ լուրջ, դեստրուկտիվ եւ պատերազմական անընդհատ տարածաշրջանի խաղաղությունը խաթարող գործողություններ են անում եւ կոորդինացված եւ նույն խոսույթներով դեմիլիտարիզացիայի վերաբերյալ, դենացիֆիկացիայի վերաբերյալ, տարածքային ամբողջականության դեմ, ինչպես դուք ասացիք, Պուտինի համար այդ ռուսական
աշխարհն է, Ալիևի համար արևմտյան Ադրբեջան խոսույթը եւ այլ եւ այլ։ Այսինքն երբ որ սրանք իսկապես արդեն հասկանում էին, որ այլևս իսկապես չունեն որևէ հակափաստարկ, ուղղակի պայթեցին եւ բացեցին իրենց իրական դեմքը։ Սա իրականում կարծում եմ հաջողություններից նաեւ մեկն էր, որովհետեւ երբ մենք անընդհատ մեր տարբեր ելույթներում ասում ենք, որ Ադրբեջանում էթնիկ զտում անելուց հետո Ալիևը այլևս Հայաստանի տարածքային ամբողջականությանն է սպառնում, սրանով չի հանդարտվում, 60%-ը Հայաստանի ուղղակի համարում է իր տարածքը եւ այլը, շատ-շատերի համար գուցե այդքան լուրջ չէր ընդունվում, որտեվ նաեւ այդպես անհատական չորզույթներում ասում էին դե չենք կարծում, որ կգնա դրան եւ այլն, բայց երբ տեսան, որ անգամ ամբողջ այդպես միջազգային հանրության առաջ ըստ էության կամերաների առաջ ուղակի ուղիղ սպառնացին, մարդիկ հասկացան, որ չէ, այստեղ իսկապես գործ ունեն եւ դա անում է հասարակական, այսպես ասած, կառույցի ներկայացուցիչը, գործ ունեն բացարձակ տոտալիտար մի պետության հետ, որից այո, ամեն ինչ հնարավոր է սպասել։ Երկրորդ մի կարևոր դիտարկումը, որ հիմա նաեւ ունենք, դա այն է, որ պարբերաբար իրենք մեզ ներկայացնում էին ընդհանրապես հայկական կողմին իրենց արձագանքում կամ իրենց ելույթներում անընդհատ ասում էին դե Հայաստանը ինքն է հենց տարիներ շարունակ էթնիկ զտման քաղաքականություն արել Խոջալույից մինչև չգիտեմ նոր ինչ որ հանցանքներ էին մեջբերում եւ այլը ու երբ ես իրենց պատասխանում էի հստակ իրենց նաեւ կոչ էի անում, որ այդ ամենի լուծման եւ քննարկման տեղը ՄԱԿ-ի արդարադատության դատարանն է, ՄԱԿ-ի քրեական դատարանն է։ Մենք մեր հայցերը ներկայացրել ենք։ Այդ դեպքում, եթե դուք ունեք փաստարկներ, որտեղ իրենք ասում են մենք ունենք բազմաթիվ փաստարկներ, եթե դուք փաստարկներ ունեք, ինչու եք մեզ պարտադրում հայցերը հետ քաշել։ Ինչու է ձեր դիկտատորը որպես պարտադրանք եւ որպես նախապայման դրել հայցերը հետ քաշելը խաղաղության պայմանագրի մեջ։ Եվ այստեղ իրենք իսկապես բացարձակ լռություններ, որտեղ որևէ արձագանք չունեն, բայց այդ ընթացքում, երբ նայում ենք արդեն վերջին 1 շաբաթվա ընթացքում, երբ նայում եմ իրենց տարբեր մեդիաները, տեսնում եմ, որ արդեն փորձագետները սկսել են անընդհատ այդ հարցը բարձրացնել։ Ինչու ենք մենք հետ քաշում, ինչու ենք մենք ուզում հայցերը հետ քաշել, ինչու մենք չենք գնում միջազգային դատարաններ։ Ընդ որում, երբ որ ես իրենց այս հենց հակափաստարկով էի իրենց այսպես ասած արձագանքում, ասացի, որ քանի որ մեզնից պահանջում եք եւ մեզ պարտադրում եք հայցերը հետ քաշել, խոսում է ուղղակիորեն խոսում այն մասին, որ դուք չունեք որևէ ապացույց, չունեք որևէ փաստարկ, կամ եթե ունեք ինչ-որ փաստարկներ, դրանք բավարար չեն, եւ դրա համար եք դուք ներսում կեղծ դատավարություններով գերիներին դատում եւ այլ, այսինքն այս համատեքստում ինստիտուցիոնալ զրպարտանքով եք զբաղվում։ Այո, ըստ էության, այո, եւ բացի ինստիտուցիոնալ զրպարտանքը դա կոնկրետ հանցագործություն է գերիների նկատմամբ եւ այլ եւ այլ։ Երկրորդ նաև կամ երրորդ արդեն դասը կարելի է ասել, որ մենք կամ իրականում դա հենց իմանալով ենք այս անգամ շատ ավելի ակտիվ փորձել այս հարթակը օգտագործել, կարծում եմ հաջորդ անգամ եւս դա այդ հնարավորությունը կունենանք, դա հանրային դիվանագիտության կարևորությունն էր, որովհետեւ այն բառամթերքով, այն նաև համեմատություններով, Պուտին, Ալիև եւ այլն, այն մեղադրանքներով, փաստարկներով, որ կարող ենք մենք խոսել, հատկապես շատ կոշտ արձագանքներ տալով, պետության ներկայացուցիչը չի կարող խոսել եւ չպետք է խոսի։ Այսինքն սովորաբար դեսպանության ներկայացուցիչները պարտադիր այնտեղ միշտ ներկա են։ Եվ ունեն շատ այդպես սահմանափակ, բայց ունեն արձագանքի հնարավորություն։
Մինչդեռ միշտ չի, որ այդ արձագանքը կարող է լինել այնպես, ինչպես օրինակ հասարակական կազմակերպությունները կարողանան արձագանքել։ Դուք ավելի Այսինքն մենք շատ ավելի անկաշկանդ ենք, մենք շատ ավելի այդ առումով կարող ենք օգտագործել ցանկացած բառապաշար, այ միանգամից ուղիղ նաև այդ համեմատությունները անելով, որովհետև այդ տեսանկյունից օրինակ նույն դեսպանության ներկայացուցիչը խիստ կաշկանդված պիտի լինի եւ ճիշտ է, որ այդպես է, նույն օրինակ Պուտին Ալիև այդ համատությունները անելու տեսանկյունից դա մենք կարող ենք ասել պետության ներկայացուցիչը այդտեղ շատ ուրիշ արդեն լարվածության միջպետական լարվածության լուրջ խնդիր կառաջանա այս առումով կարծում եմ որ հասարակական կազմակերպությունների գործը հանրային դիվանագիտությունը հիմա շատ ավելի կարևորվում է որպեսզի նաև այդ միջազգային հարթակներում Ալիևը ինչ է անում հիմա ստեղծել են այսպես կոչված արևմտյան Ադրբեջան այդ կազմակերպությունը ինքը հասկանում է որ ինչ որ մի պահի այո պետականորեն պետական ֆինանսավորմամբ իրենք հասկանում են որ ինչ որ մի պահի կաշկանդված են լինելու ամենաբարձր մակարդակով այս ամենի մասին խոսել բայց իրենք ուզում են այս նարատիվը հանրային միջազգային տարբեր հարթակներում անընդհատ ակտիվ պահել Թուրքիայում էլ կոնֆերանս արեցին եւ սրան հակազդելու հիմնական միջոցը հայաստանյան հանրային դիվանագիտությունը պիտի լինի Չնայած նաև պետական տարբեր, այսինքն այս դեպքում շատ ուղիղ բողոքներ եղել են պետության ներկայացուցիչների կողմից հատկապես միջազգային հարթակներում այս կազմակերպության ներկայության առումով, որովհետև դա ուղիղ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը։ Մեկ այլ բավական այդպես մտահոգիչ եւ իհարկե հասկանալի է, որ այս նարատիվը իրենք վաղուց պատրաստում էին եւ ակտիվորեն շրջանառում էին, բայց որ դեռևս շրջանառում են ինձ համար զարմանալի էր, որտեղ կարծում էի, որ ավելի այդպես ռացիոնալ եւ ավելի հասկանալի աշխարհի համար նաեւ հասկանալի փաստար գտած կլինեն, դա վերաբերում էր Արցախում էթնիկ զտման։ Եվ երբ ընդ որում ոչ միայն մեր մեղադրանքներին, այլ նաև օտարազգի ավստրիացի ավստրիական կազմակերպության, որը համաշխարհային ցանց է մարդու իրավունքների տների ցանցը եւ բոլորովին ոչ հայ գործչի կողմից հնչեց նորից մեղադրանքը ոչ միայն ներքին Ադրբեջանում ներքին մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, այլ հենց էթնիկ զտման վերաբերյալ եւ Արցախից 100 կամ 120 հազար խաղաղ բնակչության ուղակի դեպորտացիայի, բռնի տեղահանման շատ այդպես հպարտորեն եւ սա հնչեց ոչ թե հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, այլ հենց պետության փոխդեսպանի կողմից, որ ինչ բռնի տեղահանման մասին է խոսքը, հա, շատ լկտի եւ ցինիկ, այդպես ժպիտով, ինչ էթնիկ զտման մասին է խոսքը։ Հայաստանը պարզապես ուներ բնակչության պակաս, Հայաստանը ուներ դեմոգրաֆիկ խնդիր եւ ամեն ինչ արեց, որ Արցախի ժողովուրդը չինտեգրվի Ադրբեջանին եւ ամեն ինչ արեց, որ Արցախից բնակչությանը դուրս բերի, որպեսզի լուծի ինչ որտեղ Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրները։ Սա իսկապես ամենասանձարձակ ստերից մեկն էր, որ հնչում էր, չնայած մենք նաեւ առանձին համաժողովի շրջանակում side event էինք արել, այսինքն հավելյալ առանձին միջոցառում էինք կազմակերպել մեր կազմակերպությունը եւ իրազեկ քաղաքացիների միավորումը համատեղ, որտեղ մենք ուղղակի ներկայացրեցինք ամբողջ էթնիկ զտման այն փաստարկները, որոնք նաեւ հասարակական կազմակերպությունները եւ Freedom House-ը որպես զեկույց ներկայացրել էին, նաեւ մեզ հետ հնարավորություն եղավ տանելու Արցախից բռնի տեղահանված եւ այդ ամենը վերապրած քաղաքացի, որի ծնողներն էլ նաեւ Սումգայիթից էին եղել եւ նաեւ հենց դրա մասին էր, այսինքն մեր խնդիրն էր նաեւ ցույց տալ, որ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը, հայաթյաց քաղաքականությունը միայն 23 թվականի էպիզոդով չէր, սա շարունակական քաղաքականություն է։
հիմնական այսպես ասած մոտեցումը մոտավորապես այն էր, որ որևէ բան իրենց հանրային դիվանագիտության եւ նաեւ պետական դիվանագիտության մեջ չի փոխվել, այսինքն իրենք զուգահեռաբար բանակցում են եւ որքան էլ մեր պետությունը եւ մեր պետական նաեւ դիվանագետները շատ կոռեկտ են իրենց տարբեր հարաբերություններում եւ տարբեր ելույթներում, այդ թվում նաեւ հրապարակային ելույթներում, իրենք որևէ կերպ իրենց գործելավոճը չեն փոխել եւ բայց սրան հակազդելու հիմնական գործիքը կարծում եմ, որ հանրային դիվանագիտությունը պետք է լինի, որտեղ իրենք այդ իրենց դիրքորոշման նաեւ իրենց գործելավոճի չփոխելու հիմնական իրենց այդպես հույսը այն է, որ մեր պետական այրերն էլ հենց նույն կերպ պիտի պատասխանեն եւ դա իրենք օգտագործեն կրկին մեր դեմ։ Այսինքն այս տեսանկյունից ես կարծում եմ, որ միևնույն է այս չեզոք սխալ բառ եմ կիրառում, իհարկե որոշակի այդպես կաշկանդված կամ ավելի զուսպ պատասխանները, որ պետական տարբեր գործիչներից, պաշտոնյաներից հնչում են ճիշտ մոտեցում է, որովհետև այն կողմից մեզ իսկապես սադրում են ներքաշելու որոշակի լարվածության մեջ, որ իրենց համար առիթ կլինի հերթական անգամ ասել, որ դե տեսեք դուք ռևանշիստ եք եւ մենք պիտի հարձակվենք եւ լուծենք այս հարցերը, որտեվ մենք պիտի դենացիֆիկացիայի ենթարկենք եւ դեմիլիտարիզացիայի ենթարկենք։ Պուտինի մեկին մեկ կրկնություն։ Ուղիղ բառ առ բառ։ Տիգին Աբրահամյան, տեսեք, երբ 2014 թվականին Եվրոպայում առաջի անգամ տեղի ունեցավ մի բան, որ մեկ էլ որ Հիտլերից հետո տեղի չէր ունեցել, Ղրիմի աննեքսիան էր։ Ժամանակ շատ վերլուծաբաններ, հետազոտողներ, ուղղակի բաց հասանելիության մեջ գտնվող Հիտլերի ճառերը 38-39 թվականի երբ վերցանեցին նաև մեջտեղ վերեցին այդ 13-14 թվականի Պուտինի հրապարակային ճառերը, ելույթները, ուղերձները եւ այլն, նույնիսկ լեքսիկական, հա, առումով զուգահեռները ապշեցուցիչ էին։ Դուք այդ հետազոտական աշխատանքը պրոյեկցել եք մեր տարածաշրջանի վրա եւ այսպես ասենք զարգացրել միտքը։ Ցավոք սրտի 14 թվականին շատ քիչերն էին Հայաստանում առնվազն տեսնում զուգահեռներ Պուտինի եւ Հիտլերի արածների մեջ։ Կամ մերժում էին լսելուց դե լավ ինչ եք ասում, չափազանցնում եք, դե դուք վաղուց հայտնի ռուսաֆոբ եք եւ այլն, բայց երբ գործը հասավ լայնամասշտաբ պատերազմի, որի արդյունքում 1 միլիոն ռուս է զոհվել եւ 400,000 ուկրաինացի եւ այն շարունակվում է 4-րդ տարին, ոնց որ թե այդ ամենի հետ կապված առարկությունները դարձան ուղղակի չփաստարկված կամ լռեցին ուղղակի առարկողները։ Հիմա դուք բերում եք այս զուգահեռները, ընդ որում որոնք ակնհայտ էին դեռելի վաղուց եւ քչերն էին ուզում այդ զուգահեռները տեսնելուց էլ խոսել։ Ես չեմ հիշում, որ լինի համաժողով եւ լինի այսպես մի հայկական դեսանտ ու այսպես նպատակաուղղված իրերը կոչի իրենց անուններով։ Չեմ հիշում, գուցե եղել է, ես չեմ ուզում իմ վրա մեղ վերցնեմ, ասեմ, չի եղել ընդհանրապես, չգիտեմ, բայց ես գոնե չեմ հիշում։ Ես առիթներ ունեցել եմ տարբեր միջազգային կոնֆերանսներում այդ բանի վրա մատնացույց անելու, բայց դա ավելի շատ այսպես քաղաքական, քաղաքագիտական քննարկումներ էին, հա։ Ինչ եք կարծում այս զուգահեռները, որոնք դուք բարձրաձայնեցիք, հա, մեր դիվանագիտությանը, որը մենք գիտենք, Ռուսաստանի հետ հարաբերությունները բավականին այսօր զգայուն են եւ
վտանգ պարունակող, Ադրբեջանի հետ մենք ունենք առաջնահերթություն ի վերջո հասնել այդ խաղաղության պայմանագրի, որը մեզ պետք է, հետևաբար սրա մասին ասենք մեր դիվանագետներից կամ կառավարիչներից երևի թե խելամիտ չի լինի պահանջել, բայց այնուամենայնիվ կա ճշմարտություն, կա մակերեսին այդ ամենը եւ այո պետք է այդ ամենը տեղ հասնի, ինչն էլ դուք եք արել։ Հիմա հարցը հետեւել, ինչ եք կարծում։ Մեր դիվանագիտությունը, մեր արտաքին քաղաքականությանը սա ինչով է օգնում։ Սա առաջին հերթին օգնում է այնքանով կամ նրանով, որ այնինչ դիվանագետները կաշկանդված են ասելու, կարող ենք ասել։ Եվ սա իրականում ես այս մոտեցումը ունեի դեռևս այն ժամանակ, երբ պատգամավոր էի, որտեղ այնուամենայնիվ որոշակի ավելի քիչ կաշկանդված էր խորհրդարանական դիվանագիտությունը, քան հենց բուն գործադիր իշխանության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ամբողջ կորպուսը։ Այսինքն այս տեսանկյունից անգամ այդ մոտեցումը ունեինք, այսինքն կար ինչ-որ իրավիճակ, երբ ասում էի, եթե դուք չեք կարող, ես դիվանագիտական խորհրդարանական դիվանագիտության խողովակներով փորձեմ հասանելի դարձնել եւ այլն։ Հիմա շատ ավելի բնականաբար հանրային դիվանագիտությունը այդ առումով շատ ավելի անկաշկանդ է։ Երկրորդ կան հարթակներ այնուամենայնիվ, որտեղ հատկապես մեր նման պետություններում, որտեղ վստահ գիտեն, որ հասարակական կազմակերպություններ, ինչպես օրինակ Ադրբեջանում, կցորդներ չեն իշխանության։ Եվ վստահելիությունը նաև հասարակական կազմակերպության ասացի շատ ավելին է։ Եվ այս տեսանկյունից շատ ավելի գուցե ծանրակշիռ եւ վստահելի կհնչի հասարակական կազմակերպության տարբեր դիտարկումներ, քան կամ գուցե ոչ թե ծանրակշիռ, այլ նաև վստահելիության տեսանկյունից ավելի հարմար է նաև եւ զուգահեռաբար պետք է լսեն եւ պետությանը եւ հասարակական կազմակերպություններին։ Սա է նաեւ պատճառը, որ թերևս Հայաստան եկող տարբեր պաշտոնյաներ, միջազգային տարբեր պատվիրակություններ, որոնք գալիս են պարտադիր սովորաբար, եթե ժամանակի այդպես խիստ ծղություն չի լինում, պարտադիր նաեւ հասարակական կազմակերպությունների հետ են հանդիպում։ Սկսած Նենսի Փելոսիից վերջացրած ժամանակին օրինակ շատ ավելի վաղ ժամանակներում Հիլարի Քլինթոնից վերջացրած Օբրայան եւ այլը, որ նախորդ տարի օրինակ հանդիպել ենք։ Այսինքն չկան այդպիսի պատվիրակություններ, որ իսկապես եթե շատ խիստ ժամանակի սղություն չի լինում, չեն հանդիպում հասարակական կազմակերպությունների հետ։ Այս առումով սա շատ կարևոր է։ Երկրորդը շատ կարևոր է նաև պետության համար, որովհետև իսկապես կան բաներ, որ դիվանագետները կաշկանդված են ասելու, չնայած նույնիսկ Պուտին-Ալիև համեմատությունների մասով մեր շատ դիվանագետներ արդեն իսկ սկսել են խոսել, ընդ որում արդեն մի քանի տարի այս մասին խոսում են եւ նաեւ որոշ նյութեր հատկապես եվրոպական տարբեր հարթակներում ներկայացրել են, որովհետեւ նաեւ բնական է սա հասկանալի է հատկապես եվրոպական միջավայրում երբ խոսում ենք բացառապես Ալիևի հանցագործությունների մասին, դրանք իրենք դիտարկում են այդպես էպիզոդ, զուտ դիկտատորի ինչ-որ գործողություն, որը ենթադրում են եւ կարծում են, որ ավելի հեշտ կկարողանան կանխել, կասեցնել, որոշակիորեն զսպել, կառավարել եւ այլն։ Բայց երբ դու զուգահեռաբար ցույց ես տալիս, թե որքան համագործակցված է, որքան հստակ ինչ որտեղ այդպես սինխրոնացված է եւ իդենտիֆիկացված է ամբողջությամբ պուտինյան ռազմավարությունների հետ, այդտեղ իրենք այդ վտանգը իսկապես շատ ավելի խորությամբ են տեսնում եւ զգում։ Սա իրականում շատ կարևոր է եւ շատ կարևոր մոտեցում է եւ որի մասին իրականում երևի վերջին 3 տարիներին անընդհատ խոսում էինք, բայց նոր սկսեցինք ավելի այդպես շատ ավելի վիզուալ նաև նյութերի վրա շեշտադրել, որովհետև
Միևնույն է, երբ դու խոսում ես ինչ որ ելույթների ժամանակ դրանք հնչեցնում ես, մարդիկ կարող է ուղղակի ուշադիր չլինեն, բայց երբ դրանք տպագրված իրենց առջև են դրված իրենց սեղանին, այդ առումով շատ ավելի գաղափարը եւ միտքը եւ վտանգավորությունը հասանելի է դառնում։ Այս առումով հանրային դիվանագիտությունը խիստ կարևոր է եւ շատ հաճախ օրինակ ես լսում եմ, որ ասում են այ տեսեք պետությունը չի անում հասարակական կազմակերպություններն են կամ այդպես անհատներն են անում եւ այլ ես կարծում եմ որ պետությունը ուղղակի նաեւ բաներ կա որ չի էլ կարող անել եւ չպետք է անի որովհետեւ պետության ներկայացուցչի նույն բառապաշարով ելույթը կարող է ուղղակի սահմանի վրա լարվածության հետևանք ունենալ եւ պետության շահերին հարվածի մեր դեպքում այդ առումով որևէ իրենց համար այդպես պատճառ, որովհետև Ալիևը հիմա ամեն վարքյան սպասում է առիթի, հարցակման կազուս բելի ստեղծմանն են միտված, ասում եմ իրենք ամեն անգամ նաև իրենց հայտարարություններով հնարավորինս սադրում են եւ նաև մեր հանրային այդպես ընկալումներում է որ տեսեք նորմալ պատասխան չտրվեց, ոչ ԱԳՆ-ի կողմից, ոչ վարչապետի կողմից եւ այլ, այդ նորմալ պատասխան տալը նշանակում է բավարարել Ալիևի սպասելիքները։ Այս տեսանկյունից բնականաբար մենք չենք ուզում որևէ կերպ բավարարենք։ Եվս մի զուգահեռ Ալիևի եւ Պուտինի ռեժիմների միջև դա այդ ռոպագանդան է, հա, որ իրենց համար աչքի լույսն է։ Այսպես եւ առանց դրա նրանք իրենց կենսագործունեության կարևոր մասն են տեսնում, առանց դրա չեն պատկերացնում։ Եվ շատ նման են իրար, նույն այսպես ասենք Լուբյանկայի մեթոդաբանությամբ են աշխատում։ Այն ինչ դուք ասացիք այնտեղ, հա, այդ ամենը հարվածում է մեկ ռուսական ռոպագանդային, որը ցույց է տալիս իբր մենք իրենց հետ դաշնակցելով կկարողանանք դիմագրավել Ադրբեջանին, որ իրենք գան մեզ փրկեն եւ այլն։ Եվ Ադրբեջանի ռոպագանդան, որ ահա Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը եւ Ադրբեջանը այո եւ այլն։ Այդ մենք տեսնում ենք հաստորեն այս ամենը իրենց անուններով կոչելու արդյունքում ստացվում է երկուսդ էլ սուտասան եք ուղղակի, հա, իրար նման, իրար հետ գործակցելով եւ ձեր սուտն էլ հետն է համատեղ, հա, Միջազգային հանրության նաև ընկալումներում գոնե վերջին, բայց ոչ այս համաժողովը, որովհետև իհարկե հնարավորություն եղավ տարբեր նաև ընդդիմություններում խոսել, դրանից հետո մեկ օր ավել մնացի եւ մի քանի հանդիպումներ ունեցա, բայց դրանից առաջ Գերմանիայում էի նաև եւ այնտեղ մի փոքր նաև ինչ որ քննարկումներ եմ ունեցել տարբեր պաշտոնյաների հետ, եվրոպական հասկանալի էր, որ որոշ փոփոխություն այնուամենայնիվ առկա է եւ եթե օրինակ 4 տարի առաջ կամ 2 անգամ տարի առաջ երբ անընդհատ ասում էինք, որ Ալիևը հայաթափելու է, Ալիևը էթնիկ զտման է գնալու, սա վերջը չէ, պատերազմը զուտ իր քայլերից մեկն է, շարունակությունը լինելու է, այդպես մի տեսակ զգում էինք այդ բանը, հա, պատը չհասկացվածության։ Երբ ուղղակի կարծես մենք ասում էինք, իրենք մտածում էին դե լավ մի քիչ չափազանցում եք, Ալիևն է, ոչինչ, փոքր դիկտատոր է, մի կերպ հանդուրժում ենք, հանուն գազի եւ այլն։ Հիմա հասկանալի էր գոնե այն հնարավորությունները, որ եւ քննարկումները, որ ունեցա, հասկանալի է, որ արդեն հասկացել են, որ սա զուտ այդպես էպիզոդիկ փոքր դիկտատոր չէ, որը նաև համագործակցում է, որը նաև գործի քայնացվելու վտանգ ունի եւ ընդ որում այստեղ արդեն նաև հասկանում են, որ այստեղ ոչ միայն Ռուսաստանը, այլ Իսրայել, Պակիստան, ընդ որում էս բանի մեջ են նաև դիտարկում ավելի լայն համատեքստում եւ
ինչ որտեղ արդեն հասկացել են, որ զուտ այդպես անպատժելի թողնելու վտանգը կարող է ինչ որ մի պահի ուշ լինել, հա, այսինքն անկառավարելիության այդպես դաշտում հայտնվի։ Այս առումով մի փոքր փոփոխություն տեսնում էի, բայց նաև մյուս կողմից հասկանում էինք, որ իրենք այնուամենայնիվ արդեն մի տեսակ հոգնել են եվրոպական միջավայրում արդեն իրենց համար ուղղակի ամենաառաջնային խնդիրը միևնույն է Ուկրաինան է եւ մենք այդ օրակարգում շատ ներքևում ենք եւ սա է նաեւ իմ մտահոգություններից մեկը, որ նման համաժողովներում մենք պիտի շատ ակտիվ լինենք։ Որքան էլ դա դժվար է, որովհետեւ նման ակտիվություն ցուցաբերելու համար մենք այդպես հանրային այդպես արշավ ենք արել եւ տարբեր մի քանի հարթակներում երկու կազմակերպություններով մենք ունենք Global Giving հարթակը, որտեղ դրամահավաք ենք անում, այսինքն սրա համար չենք կարող դրամաշնոր ունենալ եւ սրա համար պիտի գոնե ինչ որ իսկ դա սկսած ավիատոմսից մնալուց այնտեղ էլ չեմ ասում օրինակ նույն տպագրական նյութերը եւ այլն դրանք ծախսեր են այսպիսի գործողություն անելու համար պետք է կարողանաս որոշակի ներդրումներ ինչ որտեղ ձեռք բերես կամ համախմբես մարդկանց կամ այդպես շահերի ինչ որ խումբ դա անելու Ադրբեջանը այդ առումով խնդիր չունի այսինքն իրենք լի վճարում են ֆինանսավորում են եւ այնտեղ բայց այս անգամ իսկապես կազմակերպությունների քանակի տեսանկյունից եւ նաեւ ելույթներ ունենալու հնարավորության տեսանկյունից հայերը ավելի շատ են եւ շատ նեղվել էին հենց այդ փաստից, որ շատ ուղիղ մի քանի անգամ իրենց փոխտեսպանը շատ ուղիղ ասեց հայերը կազմակերպված, կոորդինացված, ուղղակի գրավել են ամբողջ համաժողովը։ Սա կարևոր արդյունքներից մեկն է։ Բարի ախորժակ։ Այո։ Շատ շնորհակալ եմ Տիկին Աբրահամյան, ձեր այս շատ կարևոր առաքելության համար, որը ես էլ գոնե մեծ ուշադրությամբ հետևում եմ ու շատ կարևորում եմ։ Նաև որ ժամանակ գտաք ձեր այս դիտարկումները եւ եզրակացությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու, մեր եթերին ժամանակ տրամադրելու համար, միշտ նոր հանդիպում։ Շնորհակալություն, հաջողություն։ Մենք լսեցինք մեր գործընկեր Գայանե Աբրահամյանին, հանուն Հավասար իրավունքների հասարակական կազմակերպության ղեկավարին, ով օրերս մասնակցեց ԵԱՀԿ շրջանակներում մի կարևոր միջոցառման եւ հրապարակայնորեն այլ Հայաստանից այլ ներկայացուցիչների հետ միասին ներկայացրեցին Ալիևի եւ Պուտինի ռեժիմների շատ կոորդինացված նույնանման, նույն հյուսվածքից բաղկացած լինելու հանգամանքը։ Կարդաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։